Հիմա արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանն եւ ավելի խորը կնայենք այն հարցերին, որի մասին խոսում ենք ես եւ Արուսյակը։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո, բարի երեկո։ Ուրեմն կարծում եմ կարող ենք սկսել արտգործնախարարից Միացյալ Նահանգների պարոն Ռուբիոյի արած բավական խիստ արտահայտությունից, մենք ձեզ տեղեկացրինք այդ մասին։ Ռուսաստանը այնքան էլ գոհ չէ Հայաստանի հետ մեր համագործակցությունից կոնգրեսում հայտարարել է Մարկո Ռուբիոն։ Կարծում եմ կան ապացույցներ, որ նրանք ցանկանում են Հայաստանի Հանրապետության ներկայիս առաջնորդը պարտվի ընտրություններում Միացյալ Նահանգների հետ աճող հարաբերությունների պատճառով։ Կարծում եմ, որ մի նախադասությամբ շատ հստակ ասել է ինչ-որ տողատակերում են ասում կամ կարդում մարդիկ։ Բնականաբար եւ տեսեք, ես նորից երեկ թեթև ասեցի այդ թեմայով, ամերիկացիները մտել են խաղի մեջ, մտել են տարածաշրջան, իրանք չեն հանդուրժելու Չինաստան, Ռուսաստան, Իրան, պարզաճ տեսնում ենք Իրանի հետ կապված էլ արտահայտվեք, խոսենք այդ մասին։ Խնդիրը հետեւյալն է, ամերիկացիները ստեղծեցին իրավիճակ, որտեղ ուրեմն ստիպված էր, այսինքն նաեւ Եվրամիությունը Արևմուտքը իր համար հիմա Հայաստանը համարում է շատ կարևոր ստրատեգիական վայր։ Եվ Եվրամիությունը ընդհանրապես ասեց, սա մեր սահմանն է։ Սա մեր արևելյան սահմանն է, կոնկրետ։ Եվ ես ձեզ ասեմ, իրականությունը նա է, որ ռուսները ինչքան էլ օրինակ հիմա Փաշինյանը այսօր էլ հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում դուրս գալ Եվրամիությունից, Արարատ Միրզոյանը ասեց մենք պրոարևմտյան չենք։ Եվրամիությունից թե ԵԱՏՄ-ից։ Արարատ Միրզոյանը ասեց մենք պրոարևմտյան չենք, ինչքան էլ ասենք, բայց կա խնդիր։ Ամերիկացի, այսինքն ասում իրավիճակ աշխարհքաղաքական բերում է նրան, որ դու ուզած չուզած այդ ընտրությունը կատարելու ես։ Ինչքան էլ ձգես կատարելու ես։ Որովհետև բայց Արմեն, մի րոպե, չէ, այստեղ կարևոր միտքս վերջացնեմ Ռուբիոյի հետ կապված, որ կիսատ չմնալի, թե չկշեղմենք ուրիշ կողմ կգնանք։ Հիմա, եւ այդ դրա վառ արտահայտությունները հետեւյալն է, որովհետեւ դու ամերիկացիներին տալիս ես ճանապարհ, ու տարօրինակ է, որ դու ասես լավ, թող սա երկաթգծային ցանցը մնա ռուսներին, մենակ այդ մի հատվածը թող ամերիկացի կան, կառուցեն, փող ներդնեն եւ այլն։ Եթե դու պատկերացնում ես ընդհանուր տարածաշրջանային զարգացում կոմունիկացիաների, բնականաբար տրամաբանական է, չէ՞ որ դա մի, ասենք, տրամաբանության մեջ պետք է լինի։ Ընդ որում սկսած նրանից, որ ամերիկյան ու ռուսական երկաթգծերի անգամ եվրոպական տրամաչափ, այսինքն բանն է, ստանդարտն է ուրիշ է, տարբեր։ Թուրքական եւ ռուսականն է ուրիշ, հազար հարց կա։ Եվ տեսեք, այս իրավիճակում բնականաբար ամերիկացիք ստեղծեցին տրիգեր, որպեսզի ռուսները ավելի բորբոքվեն։ Սա ասածը սա էր գլխավոր։ Երբ որ բացատրեցին, որ կամ թուրքերն են օգտվելու, որտեղ տեսեք ինչի ես երկաթգծի չափը նշեցի։ Թուրքերը ասում են, եթե մենք կառուցելու ենք մի հատ փոքր հատված օրինակի համար, կարող ենք այդ տեսականորեն եկեք վերցնենք, հա։ Մենք կարող ենք օրինակի համար այդ փոքր հատվածը ենթադրենք, կառուցենք այլ ստանդարտներով, այսինքն 40 քանի կիլոմետր թող մեղրին գնա։ Դրանից հետո մենք եվրոպական, այսինքն էլի համաշխարհային ստանդարտներով կկառուցենք երկաթգիծ, էլ Հայաստան թող չմտնի, ինչի այլ մտնում Հայաստան, չէ։ Եվրամիությունը ասեց, օքեյ, կֆինանսավորենք 2 քանի միլիարդի մասին առնվազն խոսքը գնում։ Դե ամերիկացիներն հուշեցին, ասեցին, եթե ուզում եք, մենք կարողանանք այդ դրա համար պայքարել, ուրեմն երկաթգծային ցանցը վերցրու նույն տրամաբանության մեջ սարքենք։ Եվ Փաշինյանը հայտարարեց մարտին, եւ Փաշինյանը շատ լավ հասկանում էր, որ ռուսները սկսելու են, այսինքն այդ պայքարը սկսելու են դրա մեջ, հա։ Եվ հետաքրքրական է այնա, որ այսինքն ստեղծեցին իրավիճակ եւ հետո աջակցեցին, այսինքն բնականաբար դա նաեւ ենթադրում եմ, դա նաեւ գինն էր, որ այս քարքի աջակցություն Միացյալ Նահանգները, որտեղ Փաշինյանը պահեց իրան, ասենք ճիշտ այդ պահի դրությամբ, ասենք ճիշտ գործընկերոջ պես, այսինքն իրավիճակը ճիշտ արձագանքեց, հա։ Հիմա դրա համար Միացյալ Նահանգները ուրեմն սատարում են եւ դրա համար ուրեմն Արմեն, հա, բայց այստեղ կա մի խնդիր։ Մինչև այդ ես հարց ունեմ այստեղ։ Դու ասացիր ձգեցին։ Չես կարծում որ շատ ճիշտ արեցին, որ ձգեցին ԵԱՏՄ-ից դուրս չգալը, որ մի անգամից չզրկվեն գազից էլ, մրգերը ծախելուց էլ, գինուց էլ, այլ կամած մինչև Եվրոպայի օգնությունը հասավ եւ այսօր արդեն ասում են, որ այո, Եվրոմիություն ենք արտահանելու մեր ապրանքները, սուբսիդավորելու են եւ այլն եւ այլն։ Տեսեք, ուրեմն այսպիսի մի հանգամանք կա։ Պետք է ավելի շուտ կախվածությունը, որտեղ հիմա դուք տեսնում եք ինչ ռոպագանդա է, որպես օգտագործվում դա։ Ես ձեզ ասեմ, էֆեկտը հիմա շատ ավելի ցավոտ է։ Իրենք Նաև տեսեք, ինչու մեկ տարի դիմաց հակաէֆեկտ էլ կա, Եվրոպան էլ ասում է մենք են գնում այդ միտքն ու բանջարեղեն ասում։ Բայց հիմա տեսեք, շատ լավ, բայց իրականությունը հետեւյալն է, այստեղ կա մի վտանգավոր բան, եկեք իրականությանը նայենք։ Եվրոպական շուկայում իրոք մրցակցությունը մեծ է, իրոք լոգիստիկ ծախսեր կա։
ասենք, տեսեք, հիմա գյուղացիները բողոքում են, հիմա այսպես մանրները հատկապես հիստերիա են դրել, որը ինձ ընդհանրապես դուր չի գալի, որտեղ որ բացատրում ես ասես մի կողմից քո երկրի անկախությունն է, մի կողմից ձեր բիբարը որ կարող է փչան այս տարի, հա, ասենք լավ բիբարը փչացավ, ասենք եւ այլն, եւ այստեղ եկեք մի բան հասկանանք, Հայաստանը ծավալի մասին է նաեւ այստեղ խնդրեմը։ Ուրեմն պետք է շատ շուտ դա կազմակերպել, այսինքն վերջի պահի թողերը դա պետք չէ մեծացնել Ռուսաստանից տնտեսական ազդեցությունը, կամած պետք է գոնե, եթե դե զգուշ, մենք թվերի մեջ 10 անգամ մեծացել է, Արարատ Միրզոյանն ասեց, եթե ուզում եք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մակարդակը տեսնեք, նայեք անցած տարվա մեր տնտեսական աճը։ Հա, ճիշտ է ասում։ Հասկացա, արել ենք արև, չէ, անկախ ամենից արևտուր արել ենք, չէ, Ռուսաստանի հետ։ Գնում են մեր ապրանքները։ Չենք ուրանալու ամեն ինչ։ Իմ ասածը այնա, որ Եվրոպայի այս աշխատանքը պետքա սկսվեր 2 տարի առաջ, 3 տարի առաջ, այսինքն պետք էր հիմա տեսեք եվրոպացիք 2 տարի առաջ կամ 3 եւ արդյունքները հիմա պատողները հիմա են խաղում, որ ասում են այո, մենք օրինակ այդ ապրանքը կվերցնենք։ Տեսեք, դուք ենթադրում եք, ես փաստերի վրա եմ խոսում։ Պապոյանը ասեց, որ մենք նոր ենք ներկայացրել նույն վարդերի հաշվարկը։ Նոր հենց նոր ասեք նորա Ռուսաստանը փակել իրավունք ունեք ենթադրելու ես հենվում եմ խոսքերի վրա եթե նախնական պայմանավորվածություն չլիներ Արմեն ես է կոնսպիրոլոգիայի մեջ վերջացնեմ Արմեն եթե նախնական Եվրոպայի պատմականավորություն չունենային այսինքն արդեն այդ տարբերակը հաշված չլինեին այսքան արագ չէր լինի այս ամեն ինչը հենց Ռուսաստան ասեց չեն գնում Եվրոպայից ասեցին մենք գնում ենք նոր սա որն է սրա սխալ կամ ուշացած Արմեն Որ ծաղիկնա փչացել ոչ բիբարնա փչացել առայժմ։ Ասում եմ փչանում է, խնդիրը հետեւյալն է, տեսեք, նախ ինչքան է արտահանվել, արդյոք արտահանվել է, ինչ է արտահանվել, եթե նոր պետքա ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ խոսա։ Եթե նոր 3 կոսը խոսում է Միրզոյանի հետ, ասում են պետքա արագ կազմակերպենք, չեն ասում արդեն կազմակերպենք, ասում պետքա արագ կազմակերպենք։ Ճանապարհին է, երբ որ հասնի Այն ժամանակ ասեք, ճանապարհին, որ երկրի հետ են արագ պայմանավորվել, ինչ ծավալի մասին է խոսքը։ Դե այդ արդեն դուք դիպարում, քո մասնագիտությունն է։ Ես էլ բարձում եմ, ասում հիստերիա են դրել, ասում բիբարը փչանում է, ես դրա մասին դա ինձ դուր չի գալի։ Դե հիմա գյուղացի մարդը ինքը իր բիբարի դարդն է։ Այդ գիտակցությունը, երբ որ զարգանա, հասկանա, որ մենակ բիբարով չի։ Դե ես էլ եմ ասում, բայ իմ ասածները այդ է։ Մեր քաղաքացին ասեց բիբարը ազատության հետ չի փոխի ասեց։ Հենց այդ եմ ասում։ Տեսեք, պետք չէ այս ամեն ինչը թողել ընտրությունների բերան։ Այս արտոնյալ բաները պետք է քննարկվեր արդեն շուտ պետք է սկսվեր Եվրոպա արտահանումը։ Գոնե մի տարի առաջվանից պետք է կամած այս գյուղը։ Ավելի 10 տարի առաջ սկսենք, բայց կարող ենք թե չէ Արմեն, եթե հնարավորություն ունենք թե չունենք։ Եկեք մի ծրագիր ես առաջարկեմ։ Օրինակ առաջարկ ենք անում։ Հիմա տեսեք մանր արտադրողներ ընդհանրապես չեն կարող տենց ինքնուրույն դա տրամաբանություն է իրանք ճիշտ են ասում ասենք օրինակ եթե փոքր ապրանք ես արտանում ճանապարհածախսը վրա թանկ է նստում ուրեմն պետք է ստեղծվի որովհետև գյուղատնտեսությունով պետություն չես հարստացնի դա շուտվա բան է դրա համար Միացյալ Նահանգները չիպերի արտադրություն է ուզում դնի վերջնական արդյունքի արտադրություն ուզում դնի այսինքն ավելի գյուղատնտեսների մեծ մասը պետական Թայվանից ուզում է կախվածությունը կրճատի հիմա ակտիվ գնում է այդ նույն հանքային պայմանագիրը որ մենք ենք գնում Արմեն հիմա տես բան artificial IT բաներ ենք սարքում։ Ես էլ եմ Հայաստանում ասում, մենք դրան պետք է գնանք եւ գնում ենք, չեն գնում։ Բայց ես հետ եմ ասում, չեկի պետք վիճում, ասում Հայաստանը պետք է գնա այդ ուղղությամբ։ Դրա համար Միացյալ Նահանգները մեր համար այդ է անում, ասում եմ։ Եվ ամեն ինչ լավ է։ Չեկի պետք վիճում, ես հետ եմ ասում, ես ասում եմ Միացյալ Նահանգները ինչ կռիվ անում, ես Փաշինյանին չեմ կպեք, չեմ կպնում Փաշինյանին, մի ներում եք։ Էլի սարքի այդ բան, էլի, please Armen, մի սարքի այդ բանը։ Բայց բան եմ բացատրում։ Ախր ես բացատրում ասում Միացյալ Նահանգները ասում, ես ասում ես ասա այդ մակարդակը ճիշտն է։ Ես ասում եմ Միացյալ Նահանգները մեր համար այդ են առաջարկում։ Հայաստանը չի կարող կառուցել։ Ես բացատրում ասում եք դե գնում ենք անում, բայց ասում ես այդ եմ ասում պետք է մենք այդ ուղղությամբ գնանք։ Ոտքը չի մի կռիվանում ես չգիտեմ։ Ոչ մեկը կռիվ չի անում, ոչ մեկը։ Հանգստացի։ Արմեն, եթե քո հետ չեն համաձայնում, դա դեռ պատճառ չի։ Բայց ինչի չեք համաձայնում, մենք նույն բանն ենք ասում եմ։ Լավ, ավելի լավ։ Ինչի կռիվանում չեմ հասկանում։ Լավ, հիմա գովաստ վերադառնանք ու կշարունակենք կռիվը Արմեն Չեփոչյանի հետ։ Խորհրդային Հայաստանի ամենաանխնակահարույց կողոպուտը հանդգնություն, որը թեղեց ճակատագրեր հարցեր, որոնք մնացին անպատասխան անձրևանոց ֆիլմ իրական պատմության մասին հետապնդում գաղտնիքներ ֆիլմի ցուցադրությունը AGBU դահլիճում տոմսերը ամրագրելու համար այցելեք armticket.com կայք Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չեփոչյանի հետ Արմեն ինքը ուրեմն Մարկո Ռուբիոն նաեւ խոսեց Իրանի հետ
բաների մասին, դրանք անդրանանք մի փոքր ուշ, Հայաստանի հետ հատվածում կոնգրեսին ուղղած իր խոսքում, վերջում այսպեսի մի փոքր բան կա։ Մենք պարզապես, սա մեջբերում են պարոն Ռուբիոն, մենք պարզապես ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ հարաբերություններ, որոնք հիմնված են ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա ընդհանրապես սկիզբն է։ Ինչ ա ուզում սրանով ասել այսինքն։ Ասեմ, բացատրեմ, հենց այդ ինչ որ չմոռանամ, ես առաջարկ ունեի գյուղատնտեսության հետ կապված շատ կարևոր, որ օգնած լինենք, հասկանանք, իհարկե կարծում իրանք է պետքա մտածած լինեն արդեն, բայց ես լուծում կա այս իրավիճակից դուրս գալու։ Վերջի դեպքերը ցույց են տալիս, որ մտածել են, այո։ Ընդհանուր պետքա լուծումը այսպես կազմակերպել, փոքր տնտեսություններից կապված, հիմա կասեմ։ Հիմա տեսեք, Ռուբիոն ասեց, որովհետև այն ինչ որ Հայաստանից ստորագրվել է, դրանից հետո արդեն գալիս է Իսրայելի պես պայմանագիր։ Բարձր ինչ եմ ասում, այսինքն Հայաստան եւ այլն եւ այլն։ Այսինքն այն ինչ որ հիմա Հայաստանից ստորագրված է, եթե սա իրականացվում է, մյուս հատվածը գալիս է Հայաստանի եւ ոնց որ Ամերիկան Իսրայելի հետ ունի պայմանագիր, Հայաստանի ու Ամերիկայի միջև այդպիսի պայմանագիր մենք կարող ենք ունենալ։ Այսինքն ոնց է Իսրայելին տարեկան 4 միլիարդ տալիս, որ զինվեն։ Ոնց է իր F-35-երը տալիս Իսրայելին։ Դուք հասկանում եք օրինակ այդ մակարդակի հարաբերությունը։ Այո, դուք եթե օրինակ տեսականորեն եկեք ռեալիստական ժամկետների մեջ պատկերացնենք, օրինակ պատկերացրեք, եթե մենք առաջիկա 5 տարվա մեջ կարողանում ենք օրինակի համար դուրս գալ ԵԱՏՄ-ից, հապկից, ցավոտ լինելու, դժվար լինելու եւ խորացնում ենք Միացյալ Նահանգների հետ այս պայմանագիրը, որովհետեւ համապարփակ ռազմավարական պայմանագրից հետո մենք արդեն կարող ենք ունենալ Հայաստան, Իսրայելի, Ամերիկայի պես պայմանագիր։ Դրանից հետո մենք կարող ենք ունենալ տարեկան որոշակի ֆիքսված գումար պաշտպանության համար, հատուկ գներ ամերիկյան զենքերի համար։ Ամենավերջի, այսինքն պատկերացնում եք, օրինակ տեսականորեն, եթե Հայաստանին հատկացվի Իսրայելի պես 4 միլիարդ դոլար, մենք օրինակ կարող ենք ամեն տարի նոր F-35-եր պատվիրել, այնքան որ մի 5-6 տարվա մեջ օրինակի համար Հայաստանը մի հատ լուրջ օդ ունենա, ասենք կոպիտ ասած։ Չհաշված որ կարող ենք պետրիոտներ ունենանք, այսօր հասկանում եք, բալիստիկ բռնող եւ այլ հազար բան։ Այսինքն, այսպես ասեմ, մինչեւ 2035 մաքսիմում 40 թվականը Հայաստանը կարող է լինել տարածաշրջանային ռազմական գերտերություն։ Էլ չեմ ասում տնտեսական դրա համար։ Ռուբիոն ինչ որ ես նախորդ մասում խոսում ենք, դրա համար երբ որ նայում ենք ռազմավարական համաձայնագիրը, այնտեղ բիբարի վրա չի հիմնված, որովհետև դու բիբարով զենք չես առնի, եկեք խոստովանենք, դա շատ փոքր բաներ է։ Ես միշտ որում եմ Մեքսիկոյի օրինակը։ Մեքսիկոն ամենամեծ գյուղատնտեսական ապրանք արտահանողն է, բայց Ամերիկան ամենամեծ ինտելեկտուալ ապրանք արտահանողն է։ Եվ մի հատ եկեք նայենք այդ տնտեսությունների տարբերությունը։ Բուլղարիան ասում են Եվրոպայի բանջարանոց։ Օրինակ, Բուլղարիան ամենավատ ապրող երկրներից է Եվրոպայի, ամենավատ։ Դրա համար եմ ասում, չի կարելի բիբարին տրվել, չի կարելի լոլիկին տրվել։ Ես կոչ եմ անում բոլոր այդ մանր գյուղացին։ Հիմա առաջարկս, որպեսզի ուրեմն պետք է արդեն մտածած լինեին մի հատ ստրուկտուրա, ուշ չի, մտածեք։ Մեծ կառույց, որը բոլոր գյուղացիական տնտեսություն, որտեղ Հայաստանը խնդրեմ ունի ծավալի հետ կապված։ Ինչու՞։ Որտեղ եթե դու արտահանում ես 10 կիլո եւ ճանապարհածախսի համար մտածում վճարում ես 6000 եվրո, բարձա չէ, քեզ ձեր չի տալի դու մրցունակ չես։ Բայց եթե հավաքում է բոլորին, ովքեր կան Հայաստանում, մի հատ մեծ կառույց, պետությունը ստեղծում է, Եվրամիության հետ պայմանավորում է, հասկանում է ինչքան է հավաքվել այդ կառույցում։ Ոնց որ չասեմ նախարարություն, այդ կոնսորցիում գյուղատնտեսական, որտեղ լցվում է, որտեղ մենք ուրիշ տարբերակ չունենք։ Դա մի քիչ գիտես ինչն է հիշացնում սովետական տարիների, երբ որ պարտիաներ ղեկավարում բանը, տնտեսությունն ու բանը։ Տեսեք, պետությունն, թող այսպես ասեմ, Հայաստանում խնդրեմ կա։ Դուք հիշում եք, որ շուտ մենք գյուղատնտեսության հետ միշտ այդ խնդրեմ ունեցել ենք։ Ոչ մեկ չի ուզում իր խոշորացման գնա։ Միացյալ Նահանգներում փոքր տնտեսություններ չկան, շուտվանից չկան։ Դուք չես կարող 10 կիլո բիբար արտահանես, ասես ես արտահանում ես Ռուսաստան, ուրախանում ես, դա պետությանը վնաս է։ Այսինքն դու տես գյուղատնտեսություն չէ, մեծ ֆերմերային տնտեսություններ պետք է կազմեն։ Հայաստանում դա չի ստացվում, ոչ մի ձև չեն կարողանում իրար գալ։ Ամեն մեկը ուզում է իր այդ փոքր հողատարածքը πάρει, ինքը արտադրի, ինքը արտահանի։ Հիմա սովետ չի հիշեցնում, այսինքն դա օգնության մի հատ կառույց, որը ընդունում է ապրանքը բոլոր գյուղացիներից, մանրներից։ Գոնե տենց ընդունում է, որտեղ չեն կարողանում հողերը միավորել, ընդունում է ու սկսում է, այսինքն գյուղացին կապ չունի արտահանման հետ, որպեսզի հեշտացներ այդ գյուղացու գործը։ Ինքը իր ապրանքը տալիս է, ինքը փողով ընդունում է գյուղացու ապրանքը եւ ընդհանուր եվրոպական եւ ամերիկայի շուկայի հետ պայմանավորվում է, ասենք եւ այլ շուկաների հետ, այդ ամբողջ ապրանքը բաշխում է։ Դա ինչ պլանավորում է ուզում, որ իմանան, ոչ բիբար, գիլաս ու տեսեք, հիմա տեսեք, գյուղացին բողոքում է, դե հիմա բացատրում ես, ասում ես Բայց չեն կարա, տարբերակ չկա, ես չեմ կարա 6000 դոլար տամ ճանապարհի, իմ բիբարը փչանալու է, մեկը Ռուսաստանից ենքով լավ հասեք, սա ուր է հասնելու։
Սա ուրա տանում այդ ճանապարհը, կարաք բացատրեք։ Այսինքն լավ ոնց կարա սենց շարունակ, մի բան պետք է արվի, թե չէ։ Այսինքն հիմա 100 գյուղացի կանգնելը այն քլստիվին էլ տենց ակտիվ այդ ռոպագանդումը, ընդ որում բացատրում ես ասում ես այլընտրանքը պետության կորուստն է։ Լավ ինչ եք դուք ուզում անեք։ Չէ, բացի այդ ասեց մենք բան կանենք, ասեց կօգնենք, ասեց ֆինանսապես, որ կորուստներ չունենան գյուղացիները։ Նորից եմ ասում, եկեք այստեղ էլ Միացյալ Նահանգները ֆարմերների կեսից շատը պետական դոնացիոնով է ապրում, որտեղ չեն կարողանում ֆինանսապես իրենց գյուղատնտեսությունը բոլոր երկրներում որը այո, տեսեք 100%-անոց լուծում չի լինելու, եկեք խոստով անենք։ Կանես չի լինելու բոլորը գող լինեն, բայց իմ ասածը տարբերակ է։ Եկեք մտածենք, առաջարկ եմ անում, շուկաներ պիտի բացի երկիրը, գտնի պայմանավորվի, որ ասենք գյուղացին, որը լեզու չգիտի, որը չի կարող խոսալ։ Դե դրա համար եմ ասում, այս իրավիճակում տեսեք, հիմա երեք Մարտակոսի հետ խոսած Արարատ Միրզյանը, նա պատրաստակամություն ասեց, արագ եկեք հասկանանք ինչ ենք անում։ Այսօր արդեն անոնս արվել, որ պետքա Փաշինյանը խոսա Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Ֆոն դեր Լայենը պատրաստ է փողեր տա, ինչի համար այդ փողը կարա օգնի սուբսիդավորել ճանապարհածախսը, այսինքն այդ ճանապարհածախսը, որի համար իրանք այդքան բան են անում։ Ընդ որում, ես դա շուտվանից եմ առաջարկել, 2 տարի առաջ եմ ասել, ասեք որ ով որ Եվրոպայի արտահանվում, թող ճանապարհածախսը սուբսիդավորում ենք։ 2 տարի առաջվանից այդ առաջարկը արել եմ։ Հիմա բայց այստեղ շատ կարևոր է, որովհետև հիմա փողն էլ կտան, ամեն ինչն է կտան, բայց տեսեք, մի տարի հետո, եթե ոչ մի բան չարվի, այս նույն խնդիրները հենց բրծավ սուբսիդավորումը։ Բայց չարվի, Արոն, ես չեմ հասկանում, ոչ մի բան։ Առաջարկս է դա, ասում եմ առաջարկա, ընդունեք, ասում, լավ խորհուրդ եմ տալիս, ասում եմ, եթե մենք հիմա մի տարի սուբսիդավորենք Եվրոպայից փող վերցնենք սուբսիդավորենք, դրա համար պետք է մտածել մեծ մի հատ մարմին ստեղծելու, որպեսզի խոշոր գյուղատնտեսական ապրանքը ամբողջ այդ մանրներից հավաքվի, սարքվի տոննաներով ապրանքներ։ Նման նախատիպ չեմ տեսել, որ որևէ երկրում նման բան լինի, որ կառավարությունը ինքը այդ ամբողջ առնի տարբեր տեսակի։ Բայց հիմա արտակարգ վիճակ ունենք, ինչ անենք։ Մի լուծում, ասենք արտակարգավիճակը, այնտեղ չեն առնում, ուրիշտեղ են ծախում արդեն։ Առայժմ հնարավոր է որ լինի, բայց առայժմ ես արտակարգ վիճակ չեմ տեսնում։ Մանրները ասում են մենք չենք կարող արտահանել։ Դե ասում են, հա դե թող չարտահանեն։ Դե ես էլ լուծում եմ առաջարկում, եթե չեք կարող արտահանել, եկեք մանրների համար ստեղծենք, լավ, եկեք բոլորի համար չէ, խոշորները թող իրանք իրանցով արտահանեն, մենակ այս մանրների օգնության համար ձևավորվի մի հատ մեծ մարմին։ Դե թող ձևավորվի, հա, եթե կաշխատի, միան ուրախ կլինի։ Վատ առաջարկ եմ անում։ Չէ, շատ լավ առաջարկ է, բայց չգիտեմ, կաշխատի, չի աշխատի, չեմ պատկերացնում ես։ Որտեղ նախատիպ չկա, ասեմ, այսինչ բանում այնտեղ փորձել են։ Ինչ եմ ես այդ առաջարկը անում, տեսեք, որտեղ մանրների բողոքը որն է, ասում եմ մենք չենք կարող $6,000 տանք արտահանենք ծաղիկ օրինակ Ուկրաինա, որովհետև ասում եմ Հոլանդիայից ծաղիկը բերում էր Ուկրաինա 2,500 նստում։ Հիմա ինչով ստեղ մենք կարող ենք շահել, որպեսզի այդ $6,000 մեր վրա քիչ նստի, դե պարզ է, եթե դու ասենք 10 փունջ ծաղիկ ես արտանում 6,000 չես կարող, դա մրցունակ չես։ Բայց եթե արդեն 2,000 փունջ ես արտահանում, կոպիտ եմ ասում, կամ պետությունը չի կարող բոլորի տեղ առևտուր անել Արմեն։ Պետությունը չեմ ասում։ Բայց այդ կառույցը պետական չի լինելու, ի՞նչ է լինելու։ Սենց ասեմ, կարան մասնավոր օրինակ այդ մանր գյուղացիական ներկայացուցիչներից կարա կազմված այդ կառույցը։ Հիմա առաջարկի անում ընդունում։ Ուրախ եմ, ես ընդունում։ Ված բան եմ ասում եկեք այդ նորը բաներներից թեկուս ստեղծեք։ Շատ լավ բան ես ասում։ Պետությունը կարա օգնի մի բանով։ Կարա մի հատ կոորդինատոր նշանակի։ Ինչով էլ կարողանա օգնի։ Ընտիր գաղափարա։ Ընտիր գաղափարա։ Դու սապտի նամակով հղես գյուղատնտեսական մեր։ Մեզ է նամակա, բաց նամակա։ Սա կոչվում է բաց նամակ։ Բաց առաջարկ գուցե կարողանան դա մտածել, կարող ասենք մեր ասած հում գաղափարա, թող իրանք մեր գաղափարը ասենք մի բան վերցնեն, վերամշակ ավելի պրոֆեսիոնալ սարքեն, մեկ դրա մասնագետը չենք, բայց միտքը է դա, եթե խնդրեմա է դա, ուրեմն sense մի բան, այս տրամաբանության մեջ մի բան կարելի է մտածել։ Այդ կարևորը տրամաբանությունը։ Դուք ճիշտ եք ասում, իրական մտահոգությունը, այո, պետության, պետական կառույց պետք է չլինի, բայց կարելի է չէ այդ մանրները ներկայացուցիչ ունենալ, մեջը մի հատ մեծ կոնսորցիում ստեղծվի։ Թողանեն, ով է խանգարում։ Այսքան այսօր համար շնորհակալություն Արմեն։ Ես եմ շնորհակալ։ Հանդիպենք վաղը, բայց ես դեռ ասելիք ունեմ բարեկամներ։ Հիմա մեզ մոտ կլինի գովազդ, որից հետո իմ գործընկերոջ Ռաֆայել Մնացականյանի հարցազրույցն է դերասան Սոս Ջանիպեկյանի հետ։ Զրույցը վերաբերում է Զոնտիկ ֆիլմին։ Ասեմ նաև, որ հունիսի 5-ին Փասադինայի AGB-ու դահլիճում տեղի ունենալու Զոնտիկ ֆիլմի հերթական ցուցադրությունը եւ որ տոմսերը կարող եք ձեռք բերել armticket.com այգում։ Իսկ հիմա արդեն իմ ժամանակն է ձեզ ստեսյուն ասելու։ Ինչ, վաղ։